Պարոն Կարապետյան, կխնդրեմ նշեք, ինչպես եք հիշում Արտաշես Ալեքսանյանին, ինչ կարող եք ասել, ինչ հուշերով կարող եք կիսվել մեզ հետ։ Նախ Արտաշես Ալեքսանյանին արդեն մոտավորապես 90-ական թվականներից եմ մտերիմ եղել, քանի որ շատ քչերը գիտեն Հայաստանի Հանրապետությունում, շատ քչերը, որտեղ ինքը այնքան լուր անձնավորություն ա եղել, որ ինքը մարտական ուղիներ ունի։ Պատերազմի մասնակից ա եղել Արտաշեսը, հատկապես մենք մոտ Սև ջոկատում, Սևավաշ ջոկատում չեմ կարող խոսալ, որ Արտաշեսը ցավում ա։ Ինքը մեր ջոկատի հետ Ռուստամ Գասպարյանին լուսահոգի հավեր շիշատակ փառք մնա մեր Ռուստամ Գասպարյանին, ինքը մեծ եղել ա մեր կողքին, Սևավաշ ջոկատի կողքին ա եղել, թե ապրիլյան պատերազմում, թե 44-օրյա պատերազմում, մեծ հիշողություններ կա Արտաշի հետ, պստո ապսվատը գիտեք որն ա, որ հզորներին կորցնում ենք, նոր ենք հասկանում, ինչ ենք կորցրել, շատ սխալ ա, ես էլ եմ ասում, խոնարհվում եմ, Արտաշի իմ համար կա ու կմնա, մեր ընկերների համար կա ու կմնա, Արտաշը այն ազնվորությունն է, որ չգիտեմ, մեծ ձեռագիր թողեց, պատմության մեծ ձեռագիր թողեց եւ իր թե ասմունքով, թե իր ֆիլմերում, որ ինքը նկարահանվում էր, ավելի շատ իր մոտ ուսուցում էր նոր սերունդին, քան որ ձևականություն էր։ Մի հատ խոսք ուներ, գիշեր չի խոսք ուներ, որ ասում էր ես դերասան չեմ, ես արտիստ եմ։ Ու եթե մենք հասկացանք, ինչ իմաստ ուներ, ես դերասան չեմ, ես արտիստ եմ, քանի որ մի շատ թող ես ներող լինեն, այնքան դերասաններ կան, որ մասկեքն շուշուտ են փոխով, իրական դեմքը չեն կարող ճանաչենք։ Բայց այս անձնավորությունը մարդը, չգիտեմ, մնաց մեծատառով մարդ, ցավում եմ այլ Սևավաշ ջոկատի անունից, հանդինս Սերոբ Գասպարյանի, Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանի անունից, մեր Սևավաշ ջոկատի տղաների անունից ցավակցում ենք ամբողջ ընտանիքին։ Արտաշեն ազնվորությունն ա եղել, որ Գասպարյանի ընտանիքում հացեր ա կերել, ամեն ինչի մասնակից ա եղել։ Հազար ափսոս, չեմ կարող խոսամ։ Բացի հեղինակավոր դերասան լինելուց, դուք եւս նշեցիք, որ նա մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին։ Ես կխնդրեմ նշեք, թե ինչ էր պատմում պատերազմից եւ ինչ էր նրա համար հայրենիքը, նաեւ Արցախը, Արցախի կորստից հետո ինչ էր խոսում։ Ինքը Արցախի նախ առաջնահերթին հայրենիքը իր համար առաջնահերթին էր, քանի որ իր սիրտը ցավում էր, եթե նկատել եք այս Facebook-յան էջերում բավականին շատ կադրեր կան, որ ինքը հայրենասիրությունից է խոսում, իրականությունն է, պատմությունն է ներկայացնում։ Մի քանի անգամ մեր հետ առաջնագիծ ա եղել Արտաշեսը, առաջնագիծ ա եղել, չգիտեմ, ասում էր քիչ էր մնում, ասում էր կինո թատրոնը թողեմ, գամ տղեկ ձեր հետ մնամ, բլինդաժը ձեր հետ մասնակցեմ, էլ այստեղ մնամ, Գասպարյանն ասում էր, չէ, դու պետք ես, դու գնա, դու չի ներքև, առաստիկունքի բանակը բանակ չի կարող դառնալ, որտեղ դու պետք ես, դու համ մեզ ես պետք, համ հայ ազգին ես պետք, ամբողջ աշխարհին ես պետք։ Ուղղակի կորցրեցինք, գիտենք, կորցրեցինք, շատ հազար ափսոս, շատ ընկերասեր անձնավորություններ, շատ ընկերասեր։ Շամշադինում էլ հիշում եմ 20 թվականի օգոստոսին, երբ որ թշնամին հարվածեց Շամշադինի վրա, ինքն մեր հետ մեկնեց, մի անգամից գնացինք Շամշադին, մեր հետ մասնակցեց, չենք թողում գար, մեզանից ավելի առաջ են գնացում, չէ, ես պետք է ներկա լինեմ։ Չգիտեմ, հազար ափսոս, շատ հազար ափսոս, եւ խորհուրդ կտամ այն դերասաններին, ովքեր դերասան են, իրանց վրա թող աշխատեն, դառնան ասես մեծ արտիստ։ Շնորհակալ ենք։ Փառք ու պատիվ եւս Սև հովազից մեկ ազատամարտի գնաց մեզանից, փառք ու պատիվ մեր Արտաշես Ալեքսանյանին։ Ես համոզված եմ, որ իր հոգին երկրային գնդում կամանդիրի կողքին կլինի Ռուստամ Գասպարյանի, փառք ու պատիվ։ Մնաց բարով Արտաշ, հազար ափսոս։